Վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ է խոսվում քարոզարշավի ընթացքում իշխանության կողմից ոչ միայն խոսվում է, այլ նաև հաղորդումներ են ներկայացնում, այդ մասին հայտարարություններ են տարածվում։ Այսօր էլ Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, որտեղ երևում էր, թե ինչպես է Արմավիրի քոլեջում դասավանդող ՔՊԱ-ական ավականու անդամը, որը նաև կուրսղեկ է այդ քոլեջում, ուսանողներին ասում, որ պիտի երկու կուրսն էլ գան, չքաղաքականացնեն, կարևորը շատ լինեն։ Ծանոթ չեմ թեմային, եթե անկեղծ ասեմ, դե ասեմ, որ օրինակ նույն տարածաշրջանային քոլեջը չէ, ասեցիք, տարածաշրջանային քոլեջում օրինակ ուժեղ Հայաստանից ազգային ժողովի պատգամավորի թեկնածու կա, բայց մենք դրանից ողբերգություն չենք սարքել։ Տեսակ ես խոսքում էլ ասեցի, հիմա կարող եք պատտվել եւ տեսնել, որ մարդիկ այստեղ ընտանիքներով են ներկա, իրականում ջերմ տոնական մթնոլորտ է եւ այդ մարդկանցից կարող եք հարցնել, օրինակ իրենք վարչական ռեսուրսի ազդեցությամբ են եկել հրապարակ, թե չէ։ Հնարավոր չի վարչական ռեսուրսի ազդեցությամբ քաղաքացին իր երեխայի ձեռքը բռնի, փուչիկները վերցնի եւ գա հրապարակ, ինչպես հիմա, եթե տեսախցիկը շրջեք, տասնյակ այդպիսի ընտանիքներ կտեսնեք։ Ուղղակի ընդդիմությունը հասկանում է, որ ակնհայտորեն իր գործերը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում եւ Արմավիրի մարզում լավ չեն։ Բնականաբար փորձելու է մանիպուլացիաներ ստվել գցել ընտրությունների process-ի, կազմակերպչական process-ի վրա, բայց դա էլ իրենց մոտ չի ստացվելու, որովհետեւ ձայների տարբերությունը այնքան ակնհայտ է լինելու, որ իրենք շատ կարճ ժամանակ հետո հասկանալու են եւ ինձ թվում է արդեն հասկացել են, որ ընտրություններով իշխանափոխության հասնելու տարբերակ ընդհանրապես չունեն։ Իսկ եթե ուսանողներին հրավիրում, ոչ թե հրավիրում է, այլ ասում է, որ պիտի գան հավաքին, դա վարչական ռեսուրսի կիրառում չէ, հետևանքներ չպիտի ունենա։ Ձեր նշած քոլեջը ոչ մարզային ենթակայության է, ոչ համայնքային ենթակայության է։ Ուսանողները չափահաս մարդիկ են եւ եթե չգիտեմ ինչ կոնտեքստում են ասել, եթե առաջարկել են գալ, այլ հարց է, եթե ես բացառում եմ, որ վարչական ռեսուրսի կիրառում լինի, որովհետև մենք մեր քաղաքը գիտենք, մեր քաղաքի բնակիչներին գիտենք, վարչական ռեսուրս կիրառելու անհրաժեշտություն չկա, տասնյակ աշխատանքներ են իրականացել, միլիարդավոր դրամների ներդրումներ են արել Արմավիրում, ի տարբերություն նախկին իշխանությունների Արմավիրից չենք գողացել, այս ամբողջ ընթացքում երբեք չենք կտրվել ժողովրդից, հիմա էլ ապրում ենք Արմավիրում սովորական կյանքով, սովորական կենցաղով եւ կարծում եմ այսօրվա լեբլեցուն հրապարակը նաեւ մեր աշխատանքի գնահատականն է։ Ինչի ձեզ գոհ եմ, շնորհակալ եմ արմավիրցիներին, իրականում ես իրենց ջերմությունը ամեն քայլափոխի զգում եմ։ Ամեն երեկո, երբ որ ես իմ ընտանիքով դուրս եմ գալիս քայլելու, ես այդ ջերմությունը քաղաքացիներից ստանում եմ եւ ես իրենց էլ շնորհակալ եմ այդ ջերմության համար, հենց դա է պարտավորեցնում մեզ եւ մղում ավելի մեծ աշխատանք իրականացնելու, ինչը եւ մենք անում ենք։ Այլ մարզերում եղել են դեպքեր, որ օրինակ իմ գործընկերները տեսանկարահանել էին ուսուցիչների, աշակերտների քարոզարշավին մասնակցող վերաբերում է Արագածոտնի մարզի դեպքին, ապա պետք է ասեմ, որ ծառայողական քննություն կա նշանակված, այնտեղ մեկնաբանություն կար ուսուցիչներից, որ դպրոցի հետ կազմ է, երկրորդ հերթով էր, եթե պարզվի երկրորդ հերթ էր, այդտեղ խնդրահարույց բան չկա, եթե պարզվի, որ դասապրոցեսը ընդհատվել, ապա Հանրապետության վարչապետն էլ ասեց, որ համապատասխան ուրեմն դպրոցների ղեկավարները կազատվեն աշխատանքից, նորից եմ ասում, մեր հետևում քաղաքական թիմի հետևում այնքան մեծ ծավալի աշխատանք կա իրականացված, յուրաքանչյուրի բակում մենք աշխատանք ենք իրականացել, յուրաքանչյուրի թոռի մանկապարտեզում, յուրաքանչյուրի համար առողջապահության հիմնարկներում այնքան մեծ ծավալի աշխատանք ենք իրականացել, որ մենք մարդկանց հարկադրանքով հանրահավաքի բերելու անհրաժեշտություն չունենք, մանավանդ որ հասկանում ենք, որ հարկադրանքով հանրահավաքի բերելը չի ենթադրում, որ ընտրություններին հաջողություն գրանցել, ավելին հարկադրանքով ամենաշատը հանրահավաքի կարողանում էր մարդ բերել Սերժ Սարգսյանը, բայց տեսակ թե ինչպես 2018 թվականի հեղափոխության արդյունքում ինքը զրկվեց իշխանությունից եւ նաեւ զրկվեց հետագայում Հայաստանի Հանրապետությունում իշխանության գալու հնարավորությունից։ Ինչու էր այս տարածքը այսպես առանձնացված, այսպես ասած սահմանազատված, ժողովրդի միջով չի ուզում Փաշինյանը անցնի խոսի։ Այնքան ինչքան Հայաստանի Հանրապետության վարչապետն է շփվում ժողովրդի հետ, անկեղծ կարծում եմ ոչ միայն վերջին 30 տարիներին, այլև Հայաստանի պատմության մեջ երկրորդ երկրի ղեկավար չգիտեմ ով է ինտենսիվ։ Մենք արդեն վերջին
ուրեմն 2 ամսվա ընթացքում երրորդ անգամ ենք մարզերում լինում։ Մեր մարզային բոլոր հանդիպումների ժամանակ շփվում ենք քաղաքացիների հետ, մտքեր ենք փոխանակում, քայլում ենք քաղաքներում, դրա խնդիրը չունենք։ Ով, բայց հանրապետության վարչապետը վստահաբար քաղաքացիներից խուսափելու ուրեմն խնդիր չունի եւ Բազմաթիվ դեպքեր կան, երբ անվտանգության աշխատակիցները միջամտում են, թույլ չեն տալիս մոտենալ, իրենց խոսքը ասել։ Պետական պահպանության ծառայությունը օրենքով սահմանված իր լիազորություններն է իրականացնում եւ այստեղ եթե խոսքը արգելապատնիչների մասն է, ապա ինչ որ ձև պիտի հարթակը եւ բեմը առանձնանար ուրեմն զբոսայգուց որտեղ գտնվում ենք, սա այդ նպատակն է ունեցել։ Ավելին վարչապետը այստեղով քաղաքացիների միջով է եկել եւ մոտեցել հարթակին։ Շնորհակալ եմ այսքանը իմ մեկնաբանությունը այսօրվա համար։ Քարոզարշավի ընթացքում նաև լինում են դեպքեր, երբ մոտենում են դժգոհություններն են արտահայտում, օրինակ այսօր մոտեցավ Փաշինյանին զոհված ողբերգական այդ դեպքի զոհված, վարված զինծառայողի ծնողը ընտանիքին ինքս ճանաչում եմ ընտանիքին, գլուխ եմ խոնարհում իրենց առաջ, իրականում վիշտը մեծ է, բայց նաև պիտի հասկանանք ինչ ժամանակների միջով է կանցել, գնդակոծված զորամասեր էին եւ զինվորներին այդ տրամաբանության մեջ տեղավորելուց ուրեմն սխալ է թույլ տրվել, որը եղել է ճակատագրական, հիմա էլ քննություն է ընթանում, դատական process կա։ Վարչապետն էլ ասեց, որ տասնյակ ազատումներ են եղել այս թեմայով, իրականում մեծ ողբերգական դեպք է տեղի ունեցել, ավելացնելու բան չունեմ։ Ես հասկանում եմ իրենց դժգոհությունը։ Ես հասկանում եմ ծնողների ուրեմն վիշտը, ողբերգությունը եւ այնուամենայնիվ անկախ ամեն ինչից իրենք ցանկացած իրավիճակում իրենց հասկանալ պետք է եւ իրենք ճիշտ են։ Վարչապետն էլ ասեց, որ այդտեղ պետությունը սխալ է թույլ տվել եւ այդ սխալը թույլ է տրվել այնպիսի հանգամանքներում, որոնք շատ ծանր էին բոլորիս համար, հետ պատերազմական ցնցումները իրենք ծնում են անփութություններ, որոնց շատ հաճախ լինում են ողբերգական հետևանքներ, ինչպես այս դեպքում։ Դատապարտում եք այն աջակիցներին, ովքեր օրինակ այդ ընթացքում սուլում էին, անվայելուչ վարքագիծ էին դրսև։ Քանի որ տարածությունը մեծ էր, մյուս կողմից ես ինքս էլ բավական ուշ իմացա, որ միջադեպի մասնակիցների մասին է խոսքը։ Բավական ուշ իմացա նաև, որ Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողի ընտանիքի անդամ էր մոտեցել վարչապետին, այդ հեռավորության վրա չի հասկացվում ճիշտն ասած խոսողը ինչ թեմայով է խոսում, ինչ բովանդակությամբ է խոսում, այլապես հակառակ պայմաններում մեր աջակիցների մեջ չկան մարդիկ, ովքեր հաշվի չնստեն այդ ընտանիքի վշտի հետ եւ գլուխ չխոնարհեն իրենց առաջ։